Այո, ես ակրիլի փոշիով հարթեցումը եւ ամրացումը համարում եմ անիմաստ եւ որպեսզի դա բացատրեմ, ես գնալու եմ հետ ու սկզբից կամ։ Առաջին հերթին եկեք հասկանանք մի կարևոր պայման։ Երբ որ մենք կատարում ենք ամրացում, դա այն մասին չէ, որ պետք է եղունգի մակերեսին ստանանք այս կլորը եւ որոշակի նյութի քանակ դնենք եւ պարզապես հարթեցնենք եւ որպեսզի իր վրայից կարողանանք քսել գույնը։ Երբ որ մենք սա մեր մտքից հանենք եւ հասկանանք, որ գոյություն ունի կոնկրետ տեխնիկա եղունգի հարթեցման եւ ամրացման, մեզ համար շատ հեշտ կլինի եւ իհարկե գելլակը իդեալական կպահպանվի։ Առաջին հերթին, որպեսզի այդ տեխնիկան ճիշտ հասկանանք, մենք պետք է կարողանանք գտնել մոտավոր եղունգի ստրեսային գոտի։ Այս մասին ունեմ հոլովակ, ովքեր չգիտեն ինչպես գտնել եղունգի ստրեսային գոտին, նկարած ունեմ առանձին հոլովակ, կարող եք գտնել էջում, վերջին 2-3 հոլովակ ներքև։ Տեսեք, ենթադրենք մենք գտել ենք եղունգի ստրեսային գոտին, դա գտնվում է այս հատվածում։ Ամրացում կատարելու ժամանակ մենք պետք է իմանանք, որ եղունգի ստրեսային գոտին լինելու է առավել պաշտպանված, քան եղունգի ազատ եզրը եւ արմատամերձ հատվածը։ Մոտավոր այս տեսքը պետք է ունենա։ Իհարկե, եթե դուք ամրացման այլ տեխնիկայով չեք աշխատում, ես սա այլ բան եմ բացատրում, ամրացման մի քանի տեխնիկաներ կան, ընթացքում հետևաբար ես բոլորի մասին կխոսեմ։ Հիմա խոսում եմ շատ տարածված հարթեցման ձևի մասին, որտեղ շատերը արդեն թերանում են, չնայած որ սրանից արդեն պետք է անցում կատարենք այլ հարթեցման ձև, բայց այս մեկը յուրացնենք նոր։ Հիմա, երբ որ ես արդեն գտել եմ ու ես հասկացել եմ, որ եղունգի ստրեսային գոտին պետք է լինի առավել պաշտպանված, ես դնում եմ նյութի առավել քանակությունը եղունգի ստրեսային գոտու հատվածում, ճիշտ է։ Բայց քանի որ մենք սա անում ենք ու հաճախորդը այս եղունգով գնալու է գա 2-3 շաբաթ անց, մենք հասկանում ենք, որ այս սխեման տեղափոխվելու է առաջ, չէ՞, այս նույնը գալու է առաջ։ Տեսեք։ Ստացվեց այսպիսի պատկեր, այս ներկեմ, որ ձեզ ավելի պարզ երևա։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Եղունգի ամբողջ ծածկույթը տեղափոխվեց եղունգի ազատ եզրի հատված։ Եղունգի ստրեսային գոտին մնաց բաց, տեսեք, այսքան նյութն է մնում իր վրա ու այս ամբողջ ծանրությամբ այս գելլակը, այս ծածկույթը եկավ ընկավ եղունգի ազատ եզրի հատված, ինչը ավելի վատ է եղունգի համար, որովհետև ավելի շատ ծանրություն է եւ եղունգը որևէ տեղ խփելուց եղունգի ստրեսային գոտին ճաքելու է կամ առաջանալու է կողային անիխալիզիս, որովհետև ինքը ծալվելու է, եղունգը ծալվելու է, պատկերացրեցիք, այս ներքև է իջնելու, այս հատվածում եղունգը ծալվելու, բացվելու է, հետո սպիտակում է, հետո դեղնում է, հետո կանաչում է։ Ասեմ ձեզ, եթե ձեր հաճախորդը գալիս է ու ձեզ ասում է, որ տես ինչքան երկար եմ պահել, ոչ մի բան չի եղել, զգուշացրեք նրան, որ այս հատվածում ինչը որ վնասվում է ու եղունգի հիմնականում 90% վնասվածքները երևում են 3-ից 4 ամիս անց, որովհետև եղունգը հիմնականում թարմանում է 5-ից 6 ամսվա ընթացքում եւ այդ բոլոր վնասվածքները միանգամից առաջ չեն գալու։ Այլ բանն է, երբ ինչ-որ միտեղ ձեռքը խփել են, արյան զեղում է առաջանում եղունգի տակ եւ այլն, եղունգի մակերեսին, դա լրիվ այլ բան է։ Մենք վնասվածքը կամ այդ կապույտը կամ այդ արյունը տեսնում ենք միանգամից, բայց երբ որ վնասվում է այս ճանապարհով, դա ավելի ուշ ենք իմանալու։ Հիմա, երբ այս ամբողջը եկավ ազատ եզրի հատվածում, մենք հասկացանք, որ ինչ-որ մի բան սխալ ենք արել, պետք է իմանանք, որ այդ սխալը սա է, տեսեք։ Ենթադրենք, սա մեր եղունգի ստրեսային գոտին է։ Եղունգը նկարում եմ կողային հատվածից։ Ես նկարելուց մի քիչ լավ եմ, բայց այս եղունգը ոնց որ իմ մոտ նկարել ընդհանրապես չի ստացվում։ Տեսեք։ Մենք պետք է այս դեպքում, որպեսզի լավ պաշտպանենք եղունգի ստրեսային գոտին, նյութի առավել քանակությունը պետք է դնենք, այս մեր լեզվով ասած, ճակերտավոր 3-ից 4 շաբաթ հետ։ Դա կունենա մոտավոր այս տեսքը։ Պատկերացրեցիք, այստեղ է նյութի առավել քանակությունը, որպեսզի 3-ից 4 շաբաթ անց, երբ որ այս ամբողջ ծածկույթը մեր կատարած այս ամբողջ սխեման գա առաջ, ստանա այն տեսքը, որը որ մեզ իրականում անհրաժեշտ է։ Հաճախորդը հետ կգա, եղունգի ստրեսային գոտին պաշտպանված եւ իր եղունգի գելակը շատ լավ կպահպանվի։ Հետևաբար, ինչի մասին է խոսքը, երբ դուք ասում եք կատարում եմ ակրիլի փոշիով ամրացում։ Տեսեք, քսեցիր բազան, այս եղունգի շերտն է, այստեղ քսեցինք բազան ու իր վրա լցրեցինք ակրիլի փոշին։ Ինձ որևէ մեկը այստեղ ցույց կտա եղունգի ստրեսային գոտին որտեղ է պաշտպանվում, երբ որ մենք ստանալու ենք այս տեսքը։